կցանկանայի խոսենք այս նախընտրական process-ներից առաջին հերթին, ըստ էության մոտենում է նախընտրական պայքարը, այսպես ասած եզրագծին, ընդամենը մի քանի օրից պարզ կդառնա, թե ում է ընտրողը վստահում երկրի ղեկը առաջիկա մոտակա 5 տարիների ընթացքում։ Ըստ ձեզ հիմա նախընտրական այս գործընթացները տեսնում եք ականատեսեք լինում, նաև մրցակից, այսպես ասած, կուսակցությունների միջև բանավեճեր են տեղի ունենում, դա էլ եք վստահաբար տեսնում։ Ընդհանուր առմամբ պատկերը ինչպես է ձեր գնահատականներով, ինչ է սպասվում հունիսի 7-ին։ Շնորհակալություն, որ ժամ տրամադրել եք։ Ուրեմն իմ ակնկալիքները մոտավորապես հենց այն էր, ինչ որ մենք այսօր տեսնում ենք, այսինքն պատկերացում, որ քարոզարշավը լինելու է հենց այսպես, ուղղակիորեն համապատասխանում էր իմ պատկերացումներին։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը իրենց պահեցին այնպես, ինչպես որ կարծում եմ բոլորս էլ ակնկալում էինք, նյարդային, այդպես ասած ագրեսիվ ինչ որ տեղեր, հիմա տեսնում ենք արդեն վերջի շաբաթից մոտենում ենք արդեն վերջին օրերին, տեսնում ենք արդեն կալանավորումներ, ձրբակալումներ, բռնաճնշումներ, ինչը կարծում եմ բոլորս էլ արդեն կանխատեսում ենք, որ ինչքան ավելի մոտենանք եւ Նիկոլը որ զգա ավելի այդպես ասած դժվարանում իր իրավիճակը, գնալու է նման քայլերի։ Մյուս կողմում ասենք ընդդիմության կամ մյուս ճակատում կարելի ընդհանրապես երկու խմբի բաժանել, հիմնականում 3 առաջատար ուժերն են, որոնք ավելի այսպես ակտիվ քարոզարշավ են իրականացնում, ասենք Հայաստան Դաշինքն, Բարգավաճ Հայաստանն եւ Ուժեղ Հայաստանը, իսկ արդեն դրա կողքին այլ մյուս կողմնակի ուժերն են, որոնք ամեն դեպքում հայտ են ներկայացել, բայց դե գիտենք գուցե նրանցից գուցե 1 կամ 2 այսպես մի քիչ եթե շատ շռայլություն անենք, հավանականություն ունի, որ կարողանան շեմն անցնեն, մնացածը չգիտես թե ինչու մնացին եւ շարունակեցին պայքարը, եթե ընդհանրապես չեն կարող ազգային ժողով մուտք գործել եւ ինչ որ բան փոխել իրավիճակի մեջ։ Ամեն դեպքում ես կարծում եմ մյուս 3 ուժերը եթե ուզենանք նայենք, ես առանձնացնում եմ Հայաստան Դաշինքի քարոզարշավը, որը կարծում եմ բավական գրագետ քարոզարշավ էր, այդպես ասած չափված, այդպես ամեն ինչը նախապատրաստված, պլանավորված կերպով զուտ քաղաքական թեմաների վրա կենտրոնացած, իրազեկման վրա կենտրոնացած, եւ ես կարծում եմ ամենահաջողածներից մեկը եղել է Հայաստան Դաշինքի քարոզարշավ, որի արդյունքում իմ շատ էլ այս սոցհարցումներին չեմ հավատում, չեմ կարողանում ընդունել, բայց ամեն դեպքում եթե տարբեր հագրվանելու նույն սոցհարցումը նույն մեթոդաբանությամբ իրականացվում է, դրա հայմատությունը մեզ ինչ-որ բան է ցույց տալի, տոկոսները, որ հրապարակվեց, եթե չեմ սխալվում անցած շաբաթ, շատ հստակ կերպով ցույց էին տալիս, որ առաջատարը Հայաստան Դաշինքն է քարոզարշավի փուլում իր վարկանիշը բարձրացնելու։ Հիմա եթե կարծում եմ վաղը մյուս օր եթե նոր նման սոցհարցում իրականացվի, ես կարծում եմ հավանաբար կարող է պատեւորակ Հայաստան Դաշինքի այս պայն առաջատարը լինի 3 ընդդիմադիր գլխավոր ընդդիմադիրների մեջ։ Ամեն դեպքում պիտի կարծում եմ մի քանի օր էլ համբերենք մինչև հունիսի 7-ը, տեսենք ինչ ալին, ավելի շուտ հունիսի 8-ը, որպես ընտրության արդյունքները բարձ դառնան։ Հույսով եմ, որ այս անգամ կհաջողվի ինչ որ բան փոխել։ Տեսեք, ըստ էության, պարոն Մարգարյան, այս նախընտրական քարոզարշավի ժամանակ տեսնում ենք նաև արտաքին քաղաքական, այսպես ասած, թիվ 1 թեման, դա հայ-ռուսական հարաբերություններն են, թերևս տնտեսական արգելքների ենք հանդիպում, իշխանությունները ամեն կերպ փորձում են դա փաթեթավորել եւ ժողովրդին մատուցել, իբր թե տեսեք, հունիսի 8-ից հետո իրադրությունը կփոխվի, քանի որ Ռուսաստանը փորձում է այսպես ճնշում գործադրել, որպեսզի որպես նվեր ընդդիմադիրներին, չգիտենք թե այդ նվերը երևում է, չի երևում, բայց ամեն դեպքում իրենք այդպես են փորձում փաթեթավորել։ Հիմա տեսեք, հայ-ռուսական հարաբերությունները սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նման, այսպես ասած, լարում չենք էլ տեսել, այս նորանկախ պատմության մեջ 3-րդ հանրապետության, ինչի ենք ականատես լինում, եւ ինչի կտանի այս ամենը, եթե նոյեմբերի 8-ին իշխանությունը վերարտադրվի, ԿՊ-ն վերարտադրվի, վատագույն սցենարով պատկերացնենք, եւ հայ-ռուսական հարաբերությունները ինչպես կզարգանան։ Իհարկե ուղղակիորեն այդպիսի պատկերացում է, որ այս ամեն ինչը որ ասենք հայ-ռուսական հարաբերությունների այս լարվածությունը, որ հիմա այս ֆոնում կա, կապված է ուղղակիորեն ընտրությունների արդյունքների հետ, ինչը չի կարելի բացառել, ամեն դեպքում անկեղծ լինելով պետք է ասենք այո, որտեղ ամեն դեպքում եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Աստված մի արասցե կրկին, այդպես ասած ժողովրդի ընտրությունը այդպես լինի, որ Նիկոլը մնա իշխանության, հաստատ մենք հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ ենք ունենալու եւ խնդիրների, այդպես ասած նախաբանը արդեն իսկ տեսնում ենք հատկապես տնտեսական ոլորտում եւ վստահ եմ, որ հայ ժողովուրդը իր մաշկի վրա զգալու է կատարած այդ ընտրության
արդյունքը, բայց հիմա որտեղից այս ամենը գալիս չէ միայն ընտրությունների պատճառով չէ, գուցե համընկնում այնպես է եղել, որ ընտրությունների ժամանակ այս թեման ավելի թեժացել, բայց այս ամեն ինչը վերջին հաշվով ասենք 8 տարվա կուտակված, այդպես ասած, քաղաքականության կուտակված խնդիրների, այդպես ասած, ժայթքում նա, որը միտեղ ամեն դեպքում իրեն դրսևորելու է, որտեղ վերջին հաշվով որքան էլ որ դիմացի կողմը համբերատար է լինում քո կապրիզությունների դեպքում, մի ժամանակ էստեղ ես թռնում, մի ժամանակ այնտեղ ես թռնում, խոստումներ ես տալիս, խոստումները չես կատարում, փորձում ես երկու աթոռների վրա նստել, ամեն դեպքում դիմացիներն էլ հասկանում են, տեսնում են այդ ամեն ինչը եւ հստակեցում են քեզանից պահանջում, որ եթե պիտի շարունակվի, պիտի հստակեցում լինի, որ ինչ որտեղ ես ուզում լինել, ինչպես ես ուզում անել, չի կարելի թե արտոնություններից օգտվել, թե ասենք հետո գալ նույն մարդուն, որ քեզ կամ երկրին, որ քեզ կամ կառույցին, որ քեզ արտոնություններ ա տվել, լուրջ քննադատությունների ենթարկել։ Ես կարծում եմ այդ պահանջի մտրամաբանորեն մի տեսակ համընկնումներ ա եղել այս ժամանակաշրջանի, բայց այնպես չի, որ հիմա միանգամից այդ ամեն ինչը ծագեց։ Սա կարծում եմ 8 տարվա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքն է, որ մեզ բերել է հասցրել այստեղ։ Բայց հիմա մյուս կողմում օրինակ համար այդ արտաքին միջամտություններ ընտրությունների ժամանակ եթե նայենք, հիմա դա բերեք հայմատեք, օրինակ եմ ասում, եվրոպական կամ արևմտյան միջամտությունների հետ կամ օրինակ նախագահ Թրամփի տարածած հայտարարության հետ, որոնք շատ հստակ կերպով խոսում են այն մասին, որ դրանք ուղղակիորեն ոչ թե նախկինից եկած խնդիրների արդյունք են, այլ ուղղակիորեն հենց այս ժամանակահատվածի համար հստակ կերպով կատարված քայլեր են Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու համար։ Իսկ հատկապես այս երկուսը հայմատության մեջ տնելով շատ բան կարող է մեզ տալ, բայց այն որ այս իրավիճակը շարունակվելով խնդիրներ են ունենալու շատ բնական է տնտեսական առումով արդեն իսկ դրանք ականատեսն են եւ եթե մի քիչ մենք հիշողություն ունենա մեր ժողովուրդը կտեսնի որ դա շեշտում եմ ընտրությունների ժամանակ չի եղել օրինակի համար բեռնատարների հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են կամ այսինքն այդպես արտագն աշխատանքի մեկնածների հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են հիմա պարզապես լուրջ մտահոգություն այն է որ եթե Նիկոլ մնաց իշխանության հետո ինչ է լինելու Պարոն Մարգարյան, թերևս Փաշինյանը այս նախընտրական շրջանում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին չեմ կարող ձեզ չհարցնել, որովհետև Հայաստան-Ռուսաստան, այսպես ասած, կապը ավելի ամուր է, քան օրինակ Հայաստան-Ամերիկա կապը, չնայած դուք հիմա մեզ հետ կապի եք ԱՄՆ-ից, բայց ամեն դեպքում։ Տեսեք, Փաշինյանը ասում է, թե Հայաստանի համար, եթե փակ է ԵԱՏՄ-ի շուկան, բաց է Եվրամիության 7 միլիարդանոց շուկան։ Սա արդյոք ճշմարիտ է, եթե օրինակ պատկերացնենք, թե ամեն դեպքում նախընտրական խայծ է ընտրողին։ Ասեք ոչ մի խելացի մարդ, ասես ասած, նաղդը չի թողնի Նեսիայի հետևից գնա։ Հիմա մենք ասենք Ռուսաստանի հետ այդ կայացած քանի հարյուրամյա այդպես հարաբերությունները գոյությունն են, տասնամյակների ընթացքում ձևավորված այդ տնտեսական հարաբերությունները գոյությունն են, բացի այն բավական այդպես ասած հնարավորությունները մեզ համար ստեղծել ռուսական հարաբերությունները, որ մենք ունենք այս դաշտում։ Բայց հիմա մյուս կողմում մնացածը միայն խոստումներ է, գոնե մեկ պարագան եթե իրականություն դարձած լիներ այդ ամեն խոստումների, որ տված լինեին, գուցե հնարավոր լիներ այլ գնահատական տալ, հիմա ասել դե լավ, հիմա եթե ուզում ենք հայմատենք, այս ունենք արդեն։ Բայց փաստորեն ուրիշ բան այս պահին գոնե չկա, բացի խոստումներ, հիշում եք, քանի անգամ ինչպիսի խոստումներ տրվեցին ֆինանսավորումների օժանդակությունների, որ դրանցից որևիցե մեկը ցավոք սրտի մինչև այսօր իրականություն չեն դարձել եւ չեն էլ դառնալու վերջին հաշվով, քանի որ դրանք բոլոր ընդհանրապես Հայաստանին իրենց կողքին պահելու նպատակ ունեն, բայց դե հիմա շատ բնական է որ եթե ինչ-որ բաներ պիտի գնա եվրոպական շուկաներում վաճառվի կամ եվրոպական շուկաները մեր դիմաց պիտի բացվեն, հավանաբար դու պիտի կարողանաս նաև քեզ համապատասխանեցես այն ստանդարտների հետ, որ այնտեղ կան եւ այդ կապակցությամբ հավանաբար մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու, որտեղ ասենք հիմա մեր ստանդարտները Ռուսաստանի հետ լրիվորեն համընկնում այդ հնարավորությունները կան առևտրական, բայց մյուս կողմում այդ հնարավորությունները չկան։ Բայց եւ միևնույն ժամանակ զամանն որ ինչու պիտի այս երկուսը հակադրել իրար, այսինքն գլխավոր խնդիրը սա է, որ ինչու պիտի ինչպես նախագահ Քոչարյանն է ասում կամ-կամի այդպես քաղաքականությամբ է ցավոք սրտի Նիկոլ Փաշինյան տանում կամ այստեղ կամ այնտեղ, միշտ խելացի քաղաքականություն վարելով կարելի է եւ սա ունենալ եւ նա ունենալ առանց այն որ մխրճվել նման խնդիրների մեջ թե ռուսական շուկան ունենալ, թե արևմտյան շուկան ունենալ, հիմա որն ավելի լավ Ռուսաստանից զրկվել ունենալ եվրոպականը կամ եվրոպական ձեռքից ունենալ ռուսականը, թե ունենալ իշխանություն, որը կարող է միաժամանակ երկուսն էլ քեզ համար ապավել, թե այն 7 միլիարդանոց ապավել, թե ասենք Ռուսաստանի շուկան պահել քեզ համար։ Եվ պարոն Մարգարյան, ինչ պետք է ընտրողը իր առջև ունենա, որ հունիսի 7-ին գնա ընտրության, որովհետև բոլորը ակնհայտ ասում են, որ պետք է ընտրության գնան բոլորը, որովհետև ամեն մեկի քվեն շատ կարևոր է։ Ասեք, այն որ պիտի բոլորը գնան ընտրության, դա կարծում եմ ցանկացած հայի
վերջնակ որ նախ առաջի քայլը պետք է լինի, որոշում պետք է լինի, որ տանը չպետք է մնա, անպայման պետք է գնա մասնակցի ընտրությունների։ Լսում եմ շրջապատից մեջ շատեր նախկինում էլ ասել են, հիմա այդ թավոք ստի դեր շարունակում են ասել, թքած ունենք բոլորի վրա, Նիկոլի վրա, այլ բոլորի վրա, չեն գնում ընտրությունների, բայց մոռանում են, որ ընտրությունների չմասնակցելով իրենք ընդհանրապես Նիկոլի վրա թքած չունեն, ընդհակառակը օգնում են, որպեսզի այն մարդը, որի վրա թքած ունեն, մնա իշխանության եւ իրենց անտարբերությամբ թույլ են տալիս, որ ուրիշները իրենց համար շատ ավելի փոքր թվով մարդիկ գան եւ ընտրություն կատարեն եւ որոշում կայացնեն իրենց ճակատագրի մասին։ Հետաբար առաջին որոշում, որ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի պիտի կարողանա կայացնել, դա է, որ գնա առաջիկա կիրակի օրը եւ մասնակցի ընտրություններին։ Իսկ թե որ ում պետք է ընտրի, կարծում եմ միանշանակ բոլորը գիտեն, որ համար 16-ը պիտի լրիվորեն զեղչվի, կարմիր գիծ պետք է քաշել, եթե դա եղավ ընտրությունը, ցավոք սրտի մենք լավ ապագա չի սպասում։ Իսկ արդեն մյուս ընտրությունները կան, իմ նախընտրությունը ամեն դեպքում այդ 3 ուժերը կան, քիչ առաջ ասացի, անձամբ եթե ես կարողանայի ներկա լինել եւ ձայն տալ, բնականաբար իմ ընտրությունը կլիներ համար 17 Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյանը եւ ունեմ դրա համար իմ հիմնական բացատրությունները, բայց միևնույն ժամանակ առողջ ընդդիմության ներկայացուցիչներից որից է մեկին էր եթե ձայնատրվում, ամեն դեպքում այդ ձայները կարող է օգնել Նիկոլ Երասման, ասենք, Բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան։ Իսկ ընտրության համար ինչ պետք է հիմք ծառայի, ասենք հիմա Հայաստանում ապրող քաղաքացին բնականաբար առաջին հերթին ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ եւ իրեն դրանք են հետաքրքրում, այսինքն որ ուժը կարող է այդ տնտեսական խնդիրները, սոցիալական խնդիրները, որ ինքն ունի լուծել։ Հիմա եթե մենք անկեղծ լինենք, այդ 3 ուժերը, որ ասեցի, հավասարապես այդ հնարավորությունն են, դա Հայաստան դաշինք այդ հնարավորություն ունի ծրագրերով խոստանում է կարող այդ տնտեսական եւ սոցիալական խնդիրները լուծել, թե ուժեղ Հայաստանը ամեն դեպքում Սավել Կարապետյան իր բիզնես փորձով որ ունի հուսալեշնչով որ կարող է դա անել, նույն ասենք Գագիկ Ծառուկյանը, Բարգավաճ Հայաստանը։ Բայց դրա կողքին նաեւ կան անվտանգային հարցեր, այսինքն միայն սոցիալ-տնտեսականը չի, ամեն դեպքում դու լավ ապրելու համար նաեւ կարիք ունես մի հատ անվտանգ հայրենիք, որի մեջ պետք է կարողանաս լավ ապրել, իսկ անվտանգ հայրենիք ամեն դեպքում ստեղծելու համար այս փուլում մենք կարիք ունենք նաեւ պետական կառավարման փորձի, նախկինից եկած փորձի, որը ամեն դեպքում եթե ուզենանք ամենայն հարգանքով նայենք այդ 3 ուժերի մեջ, այս պահին ունի միայն Ռոբերտ Քոչարյան, բոլոր այդ ընդդիմադիր ուժերի մեջ, որ ունի 10 տարվա ղեկավարման փորձ, եւ ամեն դեպքում կարելի է վստահել, որ այդ անվտանգային առումով ինքը փորձն ունի երկիրը մեկ անգամ ճգնաժամից դուրս բերելու եւ ունի հնարավորություն դա երկրորդ անգամ կրկնելու, նկատի առնելով իր կൂട്ടակած փորձը։ Ես միշտ եմ ասել, շարունակել ասում եմ, ցավոք սրտի մենք ունենք լուրջ բանակցության խնդիրներ Ադրբեջանի հետ, որը չգիտի Նիկոլ ինչպիսի պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ եւ իշխանապողությունից հետո ինչեր է Երևան գալու։ Եվ նույն ժամանակ ցավոք սրտի մեր ձեռքում եղած բոլոր խաղակարտեր, այն ամեն ինչը որ կարող է բանակցության սեղանին սակարկության միջոց դառնալ, ասենք դու տնես մի բան, տաս մի բան առնես, այս վարքյանին Նիկոլ Փաշինյանը փոխիացրել է, ինչ Ադրբեջանը պահանջել է տվել է եւ հիմա իրականության մեջ մենք դատակ ձեռքերով հաջորդ իշխանության հավանաբար պետք է փորձի այդ բանակցությանը շարունակել, ինչ որ բաներ ձեռք բերել։